Բարև, հունիսի 10-ը Վարդան Vivitalks։ Ինչի մասին խոսանք այսօր։ Դժվար է ընտրություններից հեռու գնալ, նորից վերահաշվում են որոշ բաներ եւ այնտեղ շատ պարզ են արդյոք Բարգավաճ Հայաստանը դեր ունի թե չունի, բայց դրա մասին հիմա իմաստ չունի խոսելը։ Բոլոր դեպքերում Ռուսաստանը պարտվեց, բայց այնքան չէ ինչքան որ ցանկալի կլներ։ Այսինքն դեռ ճանճի նման պետք է փորձի փչացնի այդ թանը, հա, կամ հացունը։ Հետաքրքիր զարգացումը իրեք որն է։ Չկա չարիք առանց բարենքի։ Ասում են անգլերենով there's a silver lining to this։ Ինչն է սա։ Այն որ սահմանադրական մեծամասնություն չկաց մեծ, դա ինչ-որտեղ լավ դուրս եկավ։ Ինչու համար։ Նախ իրենք չեն շփանա, սկսենք դրանից, սկսեն ինչ-որ թուր քաշել, բաներ անել և այլն։ Բայց եվրոպացիները իրենց մոտ են սպեկտրը, որ կա Վրաստանի պատկերը, շատ լավ արտահայտվեց իրենց մոտ։ Ինչի մասին եմ խոսում։ Երբ որ Վրաստանին վերցրեցին եվրոպական համայնքի որպես կանդիդատ ինչին ասում, տեխնացու եւ ոչինչ չարեցին արագ, այն եղավ, որ Վրաստանում եկան ռուսական ուժերը։ Այսինքն Ռուսաստանը իր նորից հսկողության տակ վերցրեց Վրաստանը։ Ոչ ոք չի ուզում դա Հայաստանի հետ լինի Եվրոպայում, ոչ Ամերիկայում, որևէ տեղ։ Շտապեցին շնորհավորել Փաշինյանին եւ այլ եւ այլ։ Եվ հասկանում են, որ եթե նստեն թստսան նորից եւ իրական, ոնց որ Զելենսկին ասաց, իրական քայլեր չանեն Հայաստանին օգնելու համար, կարող է շատ վատ վերջանա հենց իրենց համար։ Հիմա այն որ ժամանակին հիշում եք ասել էր, որ դե լավ Հայաստանը այդքան մի վախեցեք էլի, ռուսները ես կփակենք, հաց չենք ունենա, չգիտեմ ինչ չենք ունենա։ Սա իրար վրա վերցակ 3 միլիոն մարդ չկաք, մի հատ քաղաքի բնակչություն չեք, պետք հոտ բան չի էսի, ինչ-որ տասնամյակներով սրանկացած Հունաստան պահել չի կամ չգիտեմ ինչ չի էլի, մի հատ Հայաստան պահել են չէ դրա հացը։ Հացի ձեր ծախսը մի բան չի, հա, դուք Ուկրաինա չեք, մեծության այդ մասշտաբների բան, խնդրեմ չեք դուք։ Այդ անդադ ասում են իրանք իհարկե, այդ հասկանում են, դե չեն ուզում վիրավորացնել, որ իրանի դուք մի բան չեք, բայց այս մոմենտը կա։ Եվ կարևորը դա, որ նաև հասկանում են, որ պետք է շարժվել, եթե չշարժվես, եթե հիմա սպորտ չանես, կարող ձեռից գնար եւ կարող վաղ ձեռից գնա, վերջապես։ Պարլամենտական սիստեմը եւ այլ եւ այլ։ Հիմա մի խոսքով առաջի քայլերը արեցին, ասին ինչ ռուսները ձեր ծիրանը չեն վերցնում, Լեհաստան ասած կվերցնենք։ Ձեր ելակը չեն վերցնում, ասին դա հարցը կլուծենք։ Եվ այլն։ Եվ այսինքն հանձնարարությունները տրվել են եվրոպական տարբեր երկրների, դու սրանով զբաղվես, դու սրանով կզբաղվես, որպեսզի Հայաստանում տնտեսական ճգնաժամ չստեղծվի։ Եվ այսինքն ռուսական սպառնալիքները չիրականանան ոչ մի ձևով այդ իմաստով, գոնե ասեք պատժամիջոցները, հա, այսպես ասած, սանկցիաները, որ դրել են Հայաստանի վրա։ Չէ զում առնես հայկական ծիրանը, կոնյակը, գլուխդ պատովը տուր, չէ, մենք կառնենք։ Եվ դա իրական քայլեր են։ Իրական ավելի լավ ինչ եք ուզում, այսինքն զենքը ծախում են, ռազմական արտադրությունները դնում են, տեխնոլոգիաներով կիսվում են, տրեյնինգ անում են, տնտեսական օգնությունը մատուցում են, շուկաների իմաստով բացում են, եւ սա իհարկե Իրանով չի սկսելու վերջանալու բնականաբար, այսինքն եթե Իրանը կարելի է հիմա ընդունել, ինչի չի կարող հանգարց վաղ ընդունել։ Այդ պետք է ընդունես, ուրեմն որ ընդունում էին, ուրեմն նա եվրոպական ստանդարտներին համընկնում է։ Ոչ ես կարող վաղ ասես, գիտես ինչ այդ ժամանակ ընդունում էի, համընկնում էր, հիմա չի համընկնում։ Պարզա որ ինչ-որ այդ խնդրի մասին գոնե մտածել են։ Մի խոսքով
Են վախեցնելու են բանը, որ բա մեզ տասնամյակներ են պետք, որ հասնենք եվրոպական ինչ-որ եվրոպական ստանդարտներ ինչ-որ բոբո չեն երկնքից իջած ինչ-որ բաներ չեն, այդ մարդիկ արտադրում են, ստեղծում են, կերակրվում են, ոչ ոք չի մեռնում եւ ոչ ոք էլ որ գալիս է Եվրոպայից Հայաստան չի մեռնում, որտեղ ուտելիքի որակը այդքան վատ է։ Նույնիսկ չի որ Հայաստանը որ ուզենա չի կարողանա ինչ-որ բան արտադրի, ինչ-որ բան ուղարկի։ Այստեղ խնդրեմը ուղարկելու մեջ է ավելի շատ եւ այդ ուղարկման process-ում ապրանքը չփչացնելու մեջ է։ Այդքան հասկանալի է, եթե սկսեք նայել թե ծախսի մի հսկայական մասը որտեղից է գալիս։ Իսկ դա եթե կարողանան լոգիստիկ հարցը լուծել, դա մնացած հարցերը ավելի հեշտ է լուծելը։ Այդ ստանդարտները մի հատ գրեք հայերեն լեզվով պարզ, ոնց որ ասում եմ մարդկային լեզվով, տվեք այդ մարդկանց, իրենք պրոբլեմ չունեն արտադրելու, իմ կարծիքով դες մեծ խնդիրներ չի։ Հա այդքան չեմ ուզում բան անեմ, պարզեցնեմ, բայց դե լավ էլի։ Հա, ինչա հայկական, ինչա լավաշի մեջ ոչ իրեն գտնելու։ Թե Տիրանի չգիտեմ ջեմի մեջ ինչ են գտնելու, ինչ անելու, աշխարհի վերջնա ինչ է։ Մի խոսքով էտա իր հերթին, կոնյակներ իր հերթին չի փչանալու հանգարց մեջը հաստատ բան չկա, էլի ինչ են ասում, այնտեղ արսենիկ կամ չգիտեմ սիանիդ կամ չգիտեմ ինչ եւ այլ։ Էս ինչ եմ ասում, եվրոպացիները նույն բավական անակ ստացած են, որ հիմա Ռուսաստանը իր ապուշկայլերը չանի եւ ավելի կարևորը, որ չի կարելի սա երկարացնել 15 տարի քաշել, մինչև Եվրոպա պիտի գաս, չպիտի գաս, 10 տարի, հասեք այդ բոլորը թող տենց մտածեն ռուսները ոչինչ, բայց իրականության մեջ նույնիսկ չի։ Իրանք շատ ավելի հասկանում են, որ չենք կարող սա այնքան ցկցկենք, որ այնտեղ մարդիկ արդեն հոգնեն եւ դա դառնա, չգիտեմ, ինչ-որ վրացական տարբերակ։ Հեչ մեկի մեջ չի դա։ Այս ընդհանուր առմամբ, այս ճիշտ ասած, այս ուկրաինական պատերազմը եւ Վրաստանի օրինակը շատ բան փոխեցին։ Եվ իրապես Հայաստանը որպես վերցնեն, ոչուրիկ մի հատ բան է, չէ՞, sense Մարգարիտ ասեն, վերցնես դա փալիշանես, սա սիրուն, վերցնես դնես Եվրոպա ավելի հեշտ է, քան թե դու պատկերացրու հսկայական Ուկրաինայից մի բան սարքես կամ չգիտեմ այնտեղ ուրիշ երկիր Հայաստան կան մեծ պրոյեկտ չի։ Քան դժվար պրոյեկտ չի, որ պետք է լինի գան նստեն գլխին, ոնց որ ասում են 5 րոպեում կլուծեն այդ հարցը, դա էլ իր հայացքին։ Մի խոսքով։ Լալուրը այդ իմաստով Լեհաստանի այս ծիրանները ընդունելը եւ ընդհանրապես այդ շնորհավորանքները, որ գալիս են, հատկապես եվրոպական համայնքից, Ուրսուլա ֆոն դեր Լեյենից, դա շատ էլ չեմ ասում Միացյալ Նահանգներից, հենց այստեղ չի ասում, հենց այստեղ չշտապեցին կան ինչ-որ այդ թրիպի հետ կապած շատ կոնկրետ քայլերի մասին պայմանագիրներ կնքեն, այնտեղ հարցերը լուծեն եւ այլ եւ այլ։ Դա իմ կարծիքով երևի այս ընտրություններից հետո այդ բանը տաշը այդ ժամանակային ֆակտորը շեշտող, հա, urgency տվող այդ երևույթն է։ Հա, չեղավ, ասած ինչպես կուզենար ասենք թե կպան, բայց դա իրականության պետք է վատ բան չեղավ։ Թող հիմա հասկանան բոլորը, որ այո, եւ կպեն պետք է իր քիթը մաքուր պահի, պետք է ավելի ճիշտ աշխատի, եւ պետք է քայլեր ավելի արագանի, չի կարա նստի թես ձևացնի, որ չգիտեմ ինչ են անում եւ այլն։ Եվ Ռուսաստանը իր կարտերը լրիվ բաց է խաղում, առանց ամաչելու 100,000-ներով մարդ ուղարկեց Հայաստան քվեարկելու իր համար, փողը տալով եւ այլն։ Դե դրանից հետո ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում, բայց ասում են ինչ ենք անելու։ Սպառնացին Ուկրաինայք սարքենք ձեր գլխի, ինչ գիտեմ ինչ կանենք, հեսա մեր մարդիկ եկան քվեարկելու, եթե չեղավ էլ սենց։ Դրանից հետո ինչ եք ուզում։ Ոնց կարա հիմա Հայաստանը դանդաղեցնի իր պետականությունը պահպանելու process-ը, այսինքն process-ը պահպանել չի որ դու նստես թսիկ, սպասես թե ռուսները երբ են ժամանակ գտնելու քեզնով լուրջ զբաղվեն։ Դե պահպանելու process-ը նշանակում է արագ շարժվիր։ Քայլերը արա, որ դու կարողանաս
հասնես իրապես անկախ պետականություն ունելու ստատուսին։ Այս ընտրությունները երկու կողմերին էլ, երկու կողմեր ասելով եւ ԿՊ-ին եւ Եվրոպային, ուսները արդեն գիտեն ինչ են անում, շարունակում են առանց բանի։ Իրանք անում են մաքսիմումը, որ կարող են։ Եթե կարողանեն ավելանեն, կանեին։ Այս չէ, որ իրանք ընդամենը 1.5 միլիոն կամ ինչքան են տրամադրել այդ իրանց hybrid պատերազմի համար բանում Հայաստանում կամ ընտրությունների փոխելու հետ իրանց ընտրակաշարքների եւ այլն բնակավարում այդ եթե կա ձեռներից գար 10 կծախսեին, եթե ձեռքերից գար ուրիշ բան կանեին, մարդկանց փոխում կսպանեին եւ այլն, եթե չեն հարուրը չեն կարողանում։ Դա բարձ դա ուրիշ ոչ մի բան չկա։ Այլևս այնտեղ ինչ որ խաղեր անել, ձևացնել, մի պրայսը չգիտեմ ինչ եւ այլն եղբայրական ազգեր ենք ֆրանսեն ձևեր մի անեք, ում եք ֆրանսնա, ում եք ամոթ էլ արդեն։ Եվ չեմ կարծում, որ այդ անցնելու է։ Հիմա թե իրանք էլ եմ ասում Հայաստանի ոչ Եվրոպային ամենամեծ վտանգը գալիս է ներսից։ Եթե հայերը իրանց չդավաճանեն, դրսից ոչ ոք իրաց չի կարողանալու հաղթի։ Պարզ բան։ Իսկ ցավոք սրտի ներսից հսկայական ողմակ կա, այնպես ասած, որ ոչ երևակայություն ունի, ոչ ասեմ, պատիվ չեմ ուզում ասեմ, որ գոնե սենց ասեմ, պետականությունը իրանց համար արժեք չի ներկայացնում, դա մի հատ abstract հասկացողություն է։ Իրանց համար Ռուսաստանի մեջ լինելը մեծագույն պատիվ պիտի լինի։ Իրանք համաձայն են լինեն Ռուսաստանում Չ կլասի քաղաքացի, քան թե լինեն Հայաստանում անկախ ինչ-որ պետական Հայաստանում իրական քաղաքացի, հա, որոնց թույլատրվում է իրենց կարծիքը հայտնել։ Մարդիկ կան, որ իսկապես մտածում են Չ կլասը ինչ-որ լինել, ուրիշ խոսքեր չասեմ, ոնց են նկարագրում հայերին ռուսները, մեծ պատիվ է։ Այդ իրանց համար շատ ավելի լավ է, քան թե ինչ-որ ստեղ բան ունես, դա է։ Դա ինչ անես, ազգի վիճակն է։ Այդ աշճներ այդքան չեն ասի, մի հատ ինտերվյուի ժամանակ ինչ-որ քանիսին էին հարցնում, եք գալիս այստեղ, Ռուսաստան։ Չէ, Եվրոպայից չի գալիս, Ռուսաստանից էր գալիս։ Մեծ էքսպերտները հայտարարեցին, թե իրանք շատ լավ գիտեն, թե որտեղից ինչ էր գալիս, հա, իրականության մեջ դե պարզը որ եւ լրագիրի ռողը, որ այդ ինտերվյուն անում էր, եւ այդ ում հետ որ ինքը այդ հարցերը տալիս էր, եւ նրանց պատասխանները ցույց տվեց թե որակ այդ մարդկանց եւ իրանց ասենք գիտելիքների մակարդակը։ Ամենանևս բարեբախտաբար գոնե 50% մարդկությունը լրիվ չի ցնդել եւ չի կուրացել եւ չի մանում ուրա գնում։ Խոսքը ստեղ անպայման ԿՊ-ին հավանել չհավանել չի, ստեղ ցավոք սրտի, ինչպես հիմա ինչ-որտեղ Ամերիկայում մարդիկ անընդհատ քվեարկում են դեմ ինչ-որ բանի, քան թե համար, հա, իրենք այդ զուգահեռ տանեմ մի վարքյան, մարդիկ շատ անգամ քվեարկում էին, ասենք, թե դեմոկրատներից անընդունելի ինչ-որ մի տեխնացուի միայն որպեսզի Թրամփը չանցնի։ Եվ ցավոք սրտի այդ անընդունելին այնքան բացասական ազդեցություններ թողնում մնացած մյուս կողմի վրա, որ նրանք ստիպված ավելի գնում էին քվեարկելու իրենց համար ոչ շատ ընդունելի տեխնացուի համար։ Դա այդպես Թրամփը վերընտրվում է անդադար որն է երկու անգամ եւ կարողանում է պահել իր, ասենք թե կոնգրեսում մեծամասնությունը եւ այլ եթե դեմոկրատների մոտ այս հետաքրքիր չի ամերիկյան քաղաքականությունը ստեղից մի լսեք, բայց եթե դեմոկրատների մոտ կարգին տեխնացուներ լինեին,
վերջի պրեզիդենտական բանի ժամանակ Բայդենը այդ վիճակում չներ ֆիզիկական, իսկ ինքը այդ վիճակում ընկավ տարիքի հետ կապված, որովհետև առաջի անգամ Հիլարի Քլինթոնին վայս պրեզիդենտ Բայդենին Օբամայի վայս պրեզիդենտն էր ասեցին դու սպասի հիմա պիտի Հիլարի Քլինթոնը պիտի պրեզիդենտ դառնա քո գործը չի այս րոպեին եւ դրա պատճառով իհարկե Հիլարի Քլինթոնը ընդունող չէր անցնող չէր եւ չկորցրեց բայց այդ այն ժամանակ Բայդենը լիներ տեխնացուն դեմոկրատների այն ժամանակ կլներ տարիք այդքան մեծ չէ լինի ինքը այդքան ասում են կարողությունները այդքան անկված ապրած չէ լինի եւ այլ բայց սխալ արեցին հետո Կամելա Հարիսին բերեցին էլի անընդունելի մեկին ոչ մի ձևով մարդիկ որ իրապես ծայրահեղական են եթե դու կարող ես պիտի ունենաս Կալիֆոռնիայի ծայրահեղական տեսակետներ ամեն հարցի վերաբերյալ դու բերում ես դա դարձնում ես երկրի մակարդակով քո պլատֆորմը քաղաքական դու շահելու ոչ մի հնարավորություն չունես որտեղ չեն կարող հասկանալ թե մարդիկ որն են իրանք սկզբում պրայմերիների ժամանակ իրենց միջ կուսած ներկուսակցական պայքարի ժամանակ իրանք կարող են լինել շատ ցախախումյան կամ շատ աջակումյան բայց նրանից հետո երբ որ ներքին կուսակցական պայքարը վերջացավ եւ դուրս ես գալի արդեն ռեփաբլիկանների դեմ կամ հակառակը միջկուսակցական միշտ գնում են դեպի կենտրոն որպեսզի դիմացիներից էլ մարդիկ այդքան իրենցից չզզվեն այսինքն իրենց տեսնեն կարողանան գոնե լսեն տեսակետները պիտի բերես կենտրոն մի քիչ շատ ծայրահեղական չես կարող բանը չարեց ոչ Հիլարի Քլինթոնը այդ արեց եւ ոչ էլ Կամելա Հարիսը այդ արեց մնացին իրենք խիստ ցախ ծայրահեղական տեսակետների, որի պատճառով եւ իհարկե հսկայական պատմություն գրեցին, հսկայականը իհարկե քիչ չափազանցված եմ ասում, այնտեղ ձայների քանակը շատ ավելի փոքր էր, ընդհանուր որտեղ իրենք չհավաքեցին։ Բայց համենայնդեպս այդ էր պատճառը։ Եվ դեմոկրատների խնդիրն է, որ իրենք չեն կարողանում ստեղծել մի հատ, ասենք թե տեխնացու, որը կարողանա դուրս գալ եւ ունենալ շատ քիչ կենտրոնաձիգ տեսակետներ քաղաքական հարցերում, հա ոչ թե որ կանա մարդկանց բերի, ոչ թե իրանից վանի մարդկանց։ Այդ քո կուսակցության մեջ ամենաձախ լինելը կամ քո ամենաաճ լինելը նշանակում է դու երբեք մեջտեղում չես կարողանա բավական մարդ հավաքես։ Խոսքով այդ ամերիկյան բաներն է, հիմա եթե դա մի քիչ նորից բանանենք, բերենք այդտեղ հայկական կոնտեքստի մեջ ես հասկանում եմ, որ շատ անգամ երբ որ Փաշինյանը խոսում էր այնտեղ Մոսկվայի չենք կտրում հարաբերությունները բանմանը, այդ ինքը փորձում էր այդ մասը մի քիչ ապահովել եւ մի քիչ էլ այդ նրանց ասում են թոս փչերաշներին, որ մի շտապեք, ես այդքան վատ չեմ։ Վերջին հաշվով ես հասկանում եմ, որ դուք ինձ չեք սիրում, որտեղ ձեր նշանակած մարդը չեմ։ Ես հեղափոխությամբ եմ եկել։ Իսկ եթե ես ձեր հրամանով չեմ այնտեղ նստած, նշանակում է դուք չեք վստահում, բարձա չէ՞, այդ ամենաբանն է։ Եվ իրանց քայլերը դա ապացուցում են, ռուսների քայլերը, որ դա է իրանց ուղղակի անընդունելի է, դու քո կամքով չես կարող մեզ հետ լինես դաշնակից։ Դու պիտի ստիպված լինես մեզ հետ դաշնակից, որովհետեւ մենք ունենանք 100% տոտալ կոնտրոլ։ Եթե դու քո կամքով ես, դե դու կամքդ կարող ես փոխես։ Դու պիտի լինես կապված անխախտելի կապերով, ուրիշ խոսքով մենք քեզ նշանակել ենք քո վրա ունենք կամպրոմատ, մենք քեզ կարանք ուզաճանակ հանենք, Մոսկվան նշանակել է Մոսկվան կհանի։ Այդ բանը ոչ թե հայ ժողովուրդը ընդեղ ինչ-որ հեղափոխություն արել մեկին բերել դրել։ Այդ ոնց կարանք մենք կուլ տանք։ Էս է իր հիմնական խնդրեմը, ինքը ինչ էլ ասի։ Սկզբում հիշում եք ինչքան էր Պուտինին ասենք շողոքորթում կամ հավատացնում իր հավատարմության ցուցանիշի բարձր լինելու մեջ եւ այլն։ Բայց խոսքով արդեն այդ բոլորը անցան, այդ բոլորը վերջացավ, էլ հետ գնալ չկա, երկու կողմերը դա հասկանում են եւ մեկը եթե ձևացնի, որ ինքը դեռևս հələ կարող է
ռուսների մի բան համոզի, որ չէ, մենք կարող ենք սենցել, դա ինքնախապեյություն չի, դա արդեն մտածված նու սենց ասեմ, եթե հանգարց այսօրվա դրությամբ կպնա նորից կպնի, որ չէ մենք մնում ենք հապկի մեջ, մնում ենք Եվրոսայնսի մեջ, չգիտեմ եվրոպական, եվրասյան ներողություն տնտեսական միության մեջ եւ այլ դա ոչ թե ինքնախապեյությունը դա մտածված քանդում է ինքը ամեն ինչը դա արդեն ձևերանելու տեղ չի մնացել այլևս եւ պետք չի ձևերանել ոչ ռուսներին ես համոզելու ոչ էլ միայն քեզ ես վնասելու եւ քեզ չեն հարգել պարզապես չեն հարգելու եւ դա վատ բան կլինի Եվրոպայում քեզ չեն խոսի այլևս պետք չի տենց բաներ անել քայլերը պետք է անել, արագացնել, շարժվել եւ այս քանի ուկրաինական պատերազմը չի վերջացել եւ Մոսկվան զբաղված է պետք է այդ որոշիչ քայլերը արվեն։ Մի թերագնահատեք նորից Ռուսաստանի ծանր վիճակը մարդիկ գալիս են ընդեղից եւ կարծում են վայ ամեն ինչ է լավ է որտեղ է լավ Մոսկվայի ռեստորաններում շատ ապրեք այդ դրա համար են իմ ասա առավոտը ցիրիկուն խոսում որ պետք է շուտ վերջացնել պատերազմը լավ չի վերվիճակը այդ ոնց եք դուք չափում եւ ոնց են չափում հենց իրանք Սալավյովի ծրագրերի մեջ ինչպես են իրանք արտահայտվում են դուք պատկերացնում եք չէ պետական հեռուստատեսության վրա իրենք ասում են որ չէ մեր վիճակը լավ չի պետք է վերջացնել այն բրավադոն որ կար որ էսա 2 օր չէ 3 օր չէ ես հիմա սենց հենց այս հարտիրով բաժախնիմ չգիտեմ ինչով չգիտեմ ինչ կանեմ արիշնիկը չգիտեմ ինչ կլինի թրոթում կտրնի պատույտ կտագլխին կգնի այդ բոլորը վերջացավ հիմա եւ հետեւաբար պետք է այս մոմենտը ձեռքից բաց չթողնել սկան բարձր move on պետք է իհարկե իմ ռուսական կողմը ամեն ինչ կանի որպեսզի այ հենց այս process-ը որ ես նկարագրեցի դանդաղեցնի, կամացացնի, խափանի ամեն ինչ դրա վրա է գնալու հիմա առաջին իհարկե փորձելու են պարլամենտում ասեն ազգային ժողովում իրենց մարդկանց բրտեն Ծառուկյանին էլ գցեն ինչ-որ բան կազմեն ամեն բան անեն համար ասելու որ այդտեղ legitime ընտրություններ չէին, պարլամենտը գիտեմ չի, բանդատները ճիշտ չեն, ինչ ուզում ես ասեք, ամեն խուլիգանություն կարան սոպեին, բայց եւ որպեսզի չկենտրոնանա պետականությունը պահելու այս process-ը չուժեղանա կամ չընթանա առաջ, բայց համար առաջին խնդիրը իհարկե պիտի լինի հենց դա, չենթարկվել պրովոկացիաների չտրվել այսպես իրենց շեղող ուրեմն ինչ-որ ակցիաների կամ խոսքերի կամ ինչ-որ բաների եւ այլ շարունակել քո գործը հիմա ճիշտ է արդյոք որ սկսվել են քրեական գործեր ինչ որ ասենք քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանից եկած կամ ոչ եւ կամ Ծառուկյանի կամ ուրիշների նկատմամբ ասում են ինչի եք սպասում մինչև հիմա ինչի եք սպասում եթե նա հարկային գործ ուներ ինչի պիտի հիմա նոր հայտնաբերեցիք դրա մասին անեք այդ գործը ինչի եք սպասում թե ինքը ասել էր ձեզ ես չեմ ընտրապայքարի մեջ մտնելու ձեռ մի տվեք Համաձայն էր, այդ վատ տարբերակ չէր, բայց արդեն անգել ես մեջը պիտի կաշես ես բոլորը, պետք է, ոնց ասեմ, եթե իհարկե օրինական հիմքեր կան դրա համար, ոչ թե որովհետև դու պիտի հիմա սկսես վրեժ լուծել, վրեժ չի կարելի լուծել, պետք է այս հարցերը անձնական վրեժների ձևով չպետք է դրվեն, Ուրիշ խոսքով, եթե իրական բան կա, պետք է արվի, եւ շատ թափանցիկ ձևով պետք է արվի դա։ Այսինքն դա համարյա պիտի ամենօրյա
ոնց ասում են բաց դատ է լինի, եթե դատ է լինելու։ Ոչ մի դեպքում չէ բաներ, ծածկադմփոցներ բաներ, չգիտեմ ինչ չկայլի։ Կարող են արդյոք դիլ անել, ասենք թե նա այսքան փող տա եւ դուրս գա։ Այդ իրանց գործն է, թե կարող են թող անեն։ Բայց շատ պետք է հասկանալ, որ չի կարելի թույլ տալ, որ ինչ որ որտեղ իրանք չեն իրենց կարգին պահելու, այդ կան պարզ նույնը վերաբերում է իհարկե Քոչարյանի, նույնը վերաբերում է ես ինչ գիտեմ ովքեր սուսուփուս վերենքի տեղը նստի էլի ասա ինչ ես ընկել նորից հետ ուզում գազ կառավարության գլուխ Քոչարյանի մասն եմ խոսում այդ ինքն է ուզում թե իրան հրամայել են որ ինքը նորից մտնի խառնի որպես ինտեղ 3 տարբեր կուսակցություններով կիսեն կամ մասնատեն քվերերի թիվը possibly կպայի համար այդ տարբեր հարց է դե կարակ թող ներսից ավելի լավ մարդիկ ասեն թե ինչի համար որոշեցին ուժեղ Հայաստան պիտի լինի բացի ասենք թե մյուսից եւ այլ մյուսից այսինքն այդ իրականության մեջ շատ տարբերություն չի անում քաղաքագիտության հարցեր են ասենք կամ ավելի ճիշտ ընտրապայքարներ մղելու կամ կառավարելու տեխնիկայի հարցեր են, հա, ռուսները դա բալի տեխնոլոգիա են ասում, թող այդպես լինի, եթե դա ավելի հասկանալի է, բայց դա է, կարևոր է, իհարկե շատ կարևոր է, բայց հարցը չի, հարցն է, որ ինչ են փորձում անեն, ուր են ուզում տանեն, այս ամբողջը այդքան պարզ է, ոչ մեկ հայի մասին չի մտածում Ռուսաստանում եթե տենց հայ կա, որ իրան մտածում է, որ գիտեք ինչ, Մոսկվան այս մարդկանց ֆինանսավորում է, ուզում է պահի կամ բերի իշխանության, որովհետև ուզում է ձեր կյանքը լավացնի այդ ցնդաբանության մեջ տառապողը տենց մարդիկ կան, չէ, բայց որ կարծում են, որ նա ինչ է իր կյանքը գալիս է լավացնելու, հա դրա համար անում Հիմա միսը կասի, բայց չէ, ամերիկացին է ուզում լավացնի, գիտես ինչ, տարբերությունը մի բան որտեղ է, որ մեկը պետականությունը վերացնելու մասին է մտածում, մտցնելու իր պետականության մաս գուբերն է սարքել, մյուսը ասում է դու այդտեղ ուժեղ պետականություն եղեք, որտեղ դա համակնում է իմ շահերին, տարբերությունը տեսնում եք, Մեկի շահերն են պետական շահերը հանդինս Ռուսաստանի, այսինքն որ դու չլինես ուժեղ գոյություն չունենաս, որտեղ դա է իր պետական շահը։ Մյուսի պետական շահը Ամերիկայի, որ դու լինես ուժեղ ու անկախ, որ չմտնես Ռուսաստանի մեջ, որ դրանից դու չվերանաս Ռուսաստանի ճուժմանը։ Դե մտածես որն է պետք։ Դες որն է ավելի լավ, որ դու գոյություն ունենաս, լինես անկախ եւ ուժեղ, որովհետեւ հա, դա ամերիկյան շահերին է համընկնում կամ եվրոպական։ Թե լինես չլինես вообще, լինես ռուսական ինչ-որ մի հատ գուբերնիա եւ լելկաշարակեր, մարդասպաններ, ղեկավարներ եւ բոլորին վախի տակ պահողների մի բան եւ ինչ լինի դրա հետևանքը ինչ լինի, որին դու վերկանաս ինչ ասես, որ իմ ծիրան առնում են Իմ ելակն են արել, հա, Մոսկվայում, վայ, հենց դրա համար։ Հիմա ես ինչի եմ այսքան այս սրա վրա կանգնում, որովհետև անհնարին է հասկանալ մի ժողովրդի, որի կեսը վերցնում է ու քվեարկում է այդ ռուսական ճկլասի քաղաքացի լինելու համար։ Ինքը իրան խափելով չգիտես ինչով, որ եթե չանեմ, ես ինչ գիտեմ, աղվեսը սրած կացինը կբերի ծառը կկտրի, եթե ես այդ չանեմ, չգիտեմ, ինքը սկի փող չունի ծիրան առնելու, բայց ասում որ իմ ծիրանը Մոսկվայում չեն առնի, իմ ջերմուկը ընդեղ չեն առնի, քեզ ինչ, դու ինչ ընգար մեջտեղ դրա համար, Կոբի երկրիդ համար քվարկի։ Թե դու կարծում ես, որ Ռուսաստանի մեջ ավելի շատ թոշակ է ստանալու։ Հələ կրատես ոնց է ռուսը աշխատում ապրում իր թոշակով։ Իր ժեկեխաների գներով եւ այլ։ Թո լավ այլ, ի՞նչն է լավ։ Մի խոսքով էդ է վախացնում,
որ նայում ես 50%-ը երկրի ուղղը հացի հետ չի կերել, չգիտեմ, ունեցել է թե չգիտեմ, բայց ինչ ոնց է մտածում Աստված գիտի, այսինքն ինքը վախեցած նապաստակա եւ աներևակայել, այսինքն երևակայություն չունի, ինքը չի տեսել, չի ուզում տեսնի, չի ուզում իմանա։ Իր համար աշխարհի սկիզբն ու վերջը Մոսկվայից ենքոն ոչ մի բան չկա։ Ու ես այդ դրանից եմ նեղված։ Ես նեղված եմ, որ ինչքան այլի ասում եմ, սա չկաչարի առանց բարիքի, դե լավ մոմենտ կա ստեղ, որ ես չի ուզենա 100% ստանա ԿՊ-ն։ Այդ նորմալ հասարակություն չէ լինի դա։ Բայց 50% 49 քանի սենտ արի ԿՊ լավ, բաբա մնացած կուսակցությունները ինքնից այն չեք տվել։ Ինչի էր մնացել 3 ռուսական կուսակցությունների ընդդիմություն են ստեղծել, մենակ ու նստել մեջը, մնացած կուսակցությունները ինչ են, 1%, 2% հավաքել կամ 0% հավաքել։ Էտա պրոբլեմը։ Դա է ինձ անհանգստացնում եւ մի քսակ արդեն բան անում եմ, ասեն դե լավ էլի։ Դες քանի տարի է պետք որ խելք հավաքվի։ Ինչքան կարելի է մնալ կապված ինչ որ Ռուսաստանի հետ կամ նրա այդ երազների մեջ մտնես, ինչի դու ասած լրիվ ասած նվիրվել ես դրան, ինչի համար։ Դե չենք նվիրվել լրիվ, բայց դե ու ամեն անգամ Ալեքսանդրի Բեխերը, «Բա դուք մեր սև աչքերի համար չեք օգնում»։ Ջան, հա, իհարկե սև աչքերի համար չի օգնում։ Բայց մի տարբերություն կա, չէ՞, դրա մեջ։ Մեկ ուզում է որ դու անկախ ելնես, որպեսզի իր թշնամին չուժեղանա։ Մյուս ուզում է դու պարզապես չլինես անկախ կամ որևէ ձևով։ Քանի ձևով էլ ռուսները ձեզ ասեն, քանի հատ ասեն, որ չգիտեմ, փայլուն օպերացիաներ են անցկացրել Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ կամ չգիտեմ ինչ, 300 տարի անցկացնում են այդ մարդիկ։ Երբեք զարթնելու սովորելու։ Ասում են ինձ անկախությունը կարևոր չի, ինձ պետք է ես ռուսական պասպորտ ունենամ։ Դա ինչ ասես։ Ինչ ասես դրա մասին։ Այդ մարդուն ինչ ասես։ Anyway այդքան վատ չի ասին արդյունքները կարելի ասել լավ է եւ բայց պետք է քայլեր անել Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ցույց են տվել, արդեն ապացուցել են, որ իրենք լուրջ են, օգնելու են, արդեն օգնում են եւ Հայաստան պետականության մեջքին կանգնած են ուզում են Հայաստանը անկախ պետություն եւ դրա համար պատրաստ են 3 միլիոն փոքրիկ մի քաղաքի չափ բնակչությանը հա պահեն աշխարհի վերջը չի վերջապես Մոսկվան ուզում է առնի այդ անտերցիրանը կամ չառնի այդ խաղողը հեչել խմեն այդ կոնյակը թող գնան ադրբեջանական խմեն, բայց իրենք արժանի են որ խմեն հայկական կոնյակ, չէ, որովին էլ թող չխմեն, խնդրեն իրենք, ուշտեղ ծախեք, ինչ է այդ կոնյակի մեջ ինչ է վատա, ես հայկական կոնյակ առել եմ Ջորջիա նահանգում, Ջորջիա և հա, Լուիզիանա, զարմացա որ տեսա Արարատ կոնյակ կար այնտեղ բաներ ինչ է զարմացա որ դից է եկել ասում հա ինչ որ շատ պոպուլյար է այստեղ շիշ 30 քանի դոլար էր իհարկե Երևանից էժան էր Երևանում ավելի թանկ են ծախում չգիտես ինչի է այդ անտեր կոնյակը այդ տրանսմարկետոլոգներին պետքա բոլորին երևի հանել կախել բայց երևի իրանց համար աշխատում է ոնց արինում որ ասենք Ամերիկայում ավելի էժան է
թեկուզ Լոս Անջելեսում կամ թե Երևանում, այդ գնացեք բացատրեք ինքներդ կարող հասկանաք, բայց ուզում եմ ասեմ, որ աշխարհի վերջը չի, եթե Ռուսաստանը չառնի էլի ինչ որ մի բան, տարբերակներ կան եւ ոչ ոքի դրա համար չի թույլ տալու, որ այնտեղ Հայաստանում քանդվի ամեն ինչը։ Այդ էլ թող ձեզ չվախացնեն այդ սուտը։ Այդ նորից այդ աղվեսը իր սրած կացին է թող տանի իր, չգիտեմ ինչեր անի։ Պետք չի ձեզ վախացնի դրանով։ Anyway, այսօր էս կանը Vivi Talks Վարդան Մարտիրոսյան։ Մինչև հաջորդ։